խորտ կտամ ծնողներին հարազատներին, եթե գիտեն, որ ինչ-որ մեկը իրանց հարազատների մեջ կա տենց խնդրով երեխա ունի, շուտ դիմել բժշկի և ստանալ մասնագիտական կոնսուլտացիա, խորհրդատվություն ու համապատասխան բուժում։ Դուք հնչեցրեցիք հարց մասաժներ, թռվռալ և այլն և այլն։ Դա ոչ մի բանի վրա չի ազդում։ Ժողովրդի մեջ է տարածված։ Որևիցե մի կերպ հնարավոր չէ մասաժով ամորձին տեղը իջեցնել, բայց այդ նույն մասաժի ժամանակ այդ նույն չիջած կարող ոլորվի, սնուցումը խանգարվի ու երեխան մնա ընդհանրապես առանց ծվիքի։ Դրա համար ինչ-որ անիմաստ գործողություններ անել մանավանդ վտանգավոր ոչ մի իմաստ չկա։ Հիրահատությունը ոսկե ստանդարտն է բուժման մեջ, էֆեկտիվությունը լավ է, հարթություններ սովորաբար չենք ունենում։ Միակ խնդիրը, եթե ամորձին որովայնի խոռոչում է տեղակայված ոչ թե աճուկային խաղողակի մեջ և շարժունությունը իր սահմանափակ է, այդ դեպքում մի էտապով ամորձի իջեցնել փոշտ հնարավոր չի լինում, պետք է լինում ներքին սերմնային անոթների վրա դնել կրիպներ, մոբիլիզացիա անել, հետո երկրորդ էտապով 6 ամսից մինչև 12 ամիս հետո երկրորդ էտապով իջացնել ամորձին, թողնելով որ կոլատերալ արյան շրջանառությունը զարգանա, ինչքան հնարավոր է։ Երկու էտապից հետո ամորձու ատրոֆիայի հավանականությունը մոտ 50% է։ Բայց եթե ինքը մնա որովայնի խոռոչում, դա դառնում է 100%, ոչ թե 50%։ Ամորձին Ամորձին շարքից դուրս է գալու։